Ինչ խնդիր են մասնավորապես ուզում այս կերպ լուծել Փաշինյանը, հատկապես որ ասում եք ինքն է հրահանգել, ստվերն են ուզում վերացնել, բացի այդ ինչ կա։ Ես կարծում եմ իրենք փորձում են բյուջեն մեծացնել, որ ավելի շատ պարգևավճարներ ստանան, ավելի շատ իրենց օգտին ծառայեցնեն այդ գումարները, օրինակ միջքաղաքային ճանապարհների ասֆալտների տենդերներում մասնակցությունը բոլորը տեղյակ եք, թե իրենց բարեկամներից, իրենց փոխկապակցված անձանցից ովքեր են ներգրաված այդ process-երում, ինչքան շատ գումար լինի, ինչքան շատ աշխատանքներ ներկայացնեն, այնքան շատ գումարներ կողքից, որ ասում եմ, ժողովրդի լեզվով ասած կուտեն այդ գումարները, աշխատանքի շնորհիվ են իհարկե այդ գումարները դուրս գրվում եւ թերի կիսատ աշխատանքներ անելով այդ գումարները մսխվում են։ Այդ իսկ պատճառով էլ փորձում են բյուջեն մեծացնել այդ տարբերակի համար, այնիշ բյուջեն ճիշտ օգտագործելու դեպքում պետք չէր էս ամեն ինչը ՓՄԶ ներկայացուցիչների գլխին ջարդել, խոշոր հարկատուներին արտոնություններ տալ եւ փոքր բիզնեսներին արտոնություններ չտան, տեսել եք բոլորը այդ խոշոր հարկատուների ներմուծման ժամանակ ինչ արտոնություններ են տալիս, թե դա միշտ եղել է արտոնությունները, այո, լավ բան են, բայց պետք չի խոշորներին արտոնություն տալ, փոքրերին արտոնություններ չտալ։ Փոքրերին պետք է արտոնություններ տան, որ դառնան խոշոր հարկատուներ, որ խոշոր հարկատուները վճարեն հարկերը։ Այս պահին ինչ եմ ասում, Նիկոլ Փաշինյանը, տեսեք, միշտ ինքը ասել է ժողովրդի ընդդիմադիր ժամանակ, ժողովրդի շահերից է փորձել խոսել ընդդիմադիր ժամանակ, բայց երբ որ եկավ դարձավ իշխանություն, այդ ժամանակ սկսեց այն ամեն ինչը անել, որ բացում ենք իր խոսքերը նայում ենք, չկա մի խոսք, որ ինքը կատարել է, լրիվ հակառակ պատկերն է, 180 աստիճանով տարբեր բաներ է անում։ Հետևաբար ինչ եմ առաջարկում նաև մեր բոլոր ՓՄԶ ներկայացուցիչներին, որոնք այստեղ չեն, նաև ուզում եմ կոչ անել, որ այս հարցը պետք չի, որ մարդիկ գնում են ակցիաների, ասում են պետք չի քաղաքականացնել, սիրելի ժողովուրդ, բոլոր հարցերը, այն հարցը, որը որոշվում է կառավարության որոշմամբ, հետևաբար քաղաքային, թե ղեկավարությունն է որոշում, դա քաղաքական հարց է, հետևաբար պայքարը պետք է տանել նաև քաղաքական դաշտով, դա ուղղակի պետք չի տրվել են սադրանքներին կողքից, որ մի քաղաքականացրեք, այո, քաղաքական հարց է եւ պետք է քաղաքականացվի, որ հարցը լուծում ստանա։ Մենք առաջարկում ենք, այո, նաև պետք է քաղաքականացնել, այդ հարցը քաղաքական հարց է։ Մեկ որոշողը մեկ մարդ է Նիկոլ Փաշինյանը եւ նա չի պատրաստվում զիջել կառավարության կամ ազգային ժողովի դեմ ակցիաները ինչ արդյունքներ են տալու։ Հետևաբար ես առաջարկում եմ պայքարը շարունակել, բոլորով համախմբվել, բոլոր ՓՄԶ ներկայացուցիչներին կոչ եմ անում, որ մի ցանկացած ակցիաներին բոլորը ներգրավեն, ոչ թե քիչ մարդ կա, վստահ եմ բոլորը դեմ են այս թանկացումներին, ուղղակի որոշ հանգամանքներից ելնելով չեն գտնվում այստեղ։ Եվ Նիկոլ Փաշինյանը շատ մտածելու բաներ է ունենալու, քանի որ դիմացը նախընտրական փուլ է սկսվելու, հետևաբար այս ամեն ինչը բոլոր ոլորտներում բողոքավոր դարձնել մեր քաղաքացիներին, ինքը պետք է նստի եւ շատ խորը մտածի, որ հաջորդիվ ինքը չի լինելու իշխանություն։